Անգամ այսօր մեր օրերում տղամարդկանցից շատերը սիրում են կրկնել, թե միակ մեքենան, որը կանայք կարող են ու պիտի վարեն, լվացքի մեքենան է։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայում, սակայն, կարծրատիպ դարձած այս մոտեցման հետ համաձայն չեն։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն, որ անցած հանգստյան օրերին կայացավ ՀԱՖ-ի կազմակերպած կանանց ձևավոր վարման Հայաստանի 17-րդ առաջնությունը։ Իսկ ՀԱՖ-ի նախագահներն ի դեպ մշտապես տղամարդիկ են եղել։ Ինչևէ, Երևան մոլի հարակից տարածքում մարտի 19-ին 11 կին վարորդ իրենց հմտություններն էին ցուցադրում ու ուժերը չափում ձևավոր վարման գործում։ Լինելու են 9 վարժություններ, այս տարի անցյալ անգամների համեմատ վարժությունները բավականին բարդացրել ենք, ավելացրել ենք նոր դժվար վարժություններ, բայց համոզված ենք, որ մեր աղջիկները բավականին հմուտ արդեն վարորդներ են եւ կհաղթահարեն։ Տեսակները լինելու են օծաձև վարում դեպի առաջ, օծաձև վարում դեպի հետ, լինելու է հետ տեղավորվել ավտոտնակ, լինելու է աջ տեղավորվել աջ պարկովկա անպայման եւ լինելու է էստաֆետա եւ լինելու են եւս մի շարք հետաքրքիր վարժություն։ Բոլոր աղջիկները սիրողական ակումբի անդամներ են։ Կանանց ձևավոր վարման Հայաստանի 17-րդ առաջնության գլխավոր հովանավորը Հայաստանում ու Անդրկովկասում կա 2 ապրանքանիշի էքսկլյուզիվ ներկայացուցիչ, կա 2 արմենիա ընկերություններ։ Կա 2 ընկերությունը ունի շուրջ 25 տարվա պատմություն, այս տարի նշվում է ընկերության 25-ամյակը ամբողջ աշխարհում։ Հայաստանում ընկերությունը ներկայացված է 2014 թվականից, ունի հիմնական մի քանի ուղղություններ, ավտոյուղերի արտադրություն, հակաալերգիկ օդափոխման միջոցների արտադրություն, մեքենայի խնամքի միջոցներ եւ այլն։ Մոտ 800-ից ավելի տեսականի։ Մենք Հայաստանում միակ ապրանքանիշն ենք, որ տալիս է երաշխիք իր ավտոյուղերի համար մինչև 15000 կիլոմետր վազք եւ ընդհանրապես կա 2 ապրանքանիշը ամբողջ աշխարհում իրականացնում է որակի բացառիկ վերահսկում, որպեսզի շուկայում կեղծիք չլինի եւ դա շատ կարևոր է որակի չափանիշը պահպանելու համար։ Շատ կարևոր է մեր համար այս միջոցառումը այնքանով, որ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից եւ կա 2 Արմենիա թիմը կանգնած է այս միջոցառման կողքին։ Խրախուսելի է նրանով, որ մենք ունենք այս պահին պրոֆեսիոնալ կին վարորդներ, որոնք ձգտում են կատարելության ու մասնակցում են նմանատիպ միջոցառումների։ Ամենքերբ փորձենք աջակցել միջոցառմանը։ Միջոցառման մասնակիցներից շատերը իրենց ուսուցումը անցել են Mobile Start ավտոդպրոցում, որի տնօրեն Արթուր Այվազյանը դրական է տրամադրված իր սաների հաջողություններին։ Նա վստահ է, կանայք շատ ավելի ուշադիր են ղեկին։ Տղամարդկանց թվում է, որ իրենք գիտեն քշել, բայց կանայք գալիս են սովորել։ Նույնիսկ մեզ մոտ գալիս են կանայք աղջիկներ, ովքեր ունեն արդեն վարորդական իրավունք, բայց էլի գալիս են լրացուցիչ վարման ժամերը վերցնում կամ տեսակետներ են վերցնում, ավելի լավ թերապետելու։ Նույնիսկ պահեր կան, որ կանայք ավելի օբյեկտիվ, ավելի ուշադիր, ավելի այդպես վերաբերվում են հաստատաբար։ Փաստաբան Կիմ Ասարյանը ավտոսպորտով չի հետաքրքրվում։ Մեքենա վարելն էլ նրա համար անհրաժեշտություն է, ոչ թե հոբի։ Հետաքրքրությունից դրդված է մասնակցել այս մրցմանը։ Ու նրա փորձը ոչ միայն փորձանք չդարձավ, այլև հաջողություն բերեց։ Կիման գլխավորում է լավագույն եռյակը։ Սիրում եմ նաև մասնակցել մեծ նմանատիպ փորձությունների։ Մասնակցել եմ նաև անցած տարի, ինչպես տղամարդկանց շրջանում, այնպես էլ կանանց շրջանում, իհարկե կան վատ վարողներ, բայց պետք չի ուղղակի բոլորին նույնացնել մեկի հետ կապված։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ այո, տղամարդիկ կան նրանց կողմից որպես այդպեսին թերահավատորեն կանանց վարելուն մոտենալու մոտեցում։ Ես չեմ ընդունում, ես ինքս կարծում եմ, որ աղջիկների մեջ նույնպես կան վարորդներ, որոնք որ իսկապես վարում են 1000 անգամ ավելի լավ, քան որոշ տղամարդիկ։ Արդյոք հաջողությունը շարունակական կլինի։ Պարզ կդառնա առաջնության վերջին երկրորդ փուլում, որը կայանալու է ապրիլի 30-ին։ Իսկ մինչ այդ բարի երթ բոլորիս։